օրվա մեջ տեղի ունեցող իրադարձություններից շատ բաներ մեր ժողովրդի կամքից անկախ են։ Այսինքն հիմա գնում է նոր աշխարհի ձևավորում, նոր ուժային բևեռների դաշինքների ձևավորում, հին աշխարհը փլուզված է, արձանագրում ենք գլոբալիստների կողմից լիբերալիզմի այսպես կոչված գաղափարական հենքի վրա աշխարհը չկա, չէ, հիմա գնում է, ինչպես ասում են, բանը, հուղակավորությունն է գնում։ Հինը չկա, բայց նորն էլ չի ձևավորվում։ Հինը չէ, հինը կա, այս այն ինչ որ հիմա մենք տեսնում ենք, սա հինի դրսևորումներից է, իհարկե։ Հինը չի ուզում իր տեղ, ընդ որում այդ հինը վերջին 10-20 տարում չէ, դա 400-500 տարվա հին է։ Գլոբալիստների իշխանությունը, վաշխառողական կապիտալ, հա, արդյունաբերողներ, նախկին թագավորական դինաստիաներ, հետո այդ ամեն ինչը արդեն 19-րդ դարում արդեն ֆինանսական կապիտալ, ես կապիտալն եմ ասում, 400-500 տարի այդ աշխարհին իշխել է, այս կամ այն չափով։ Հետո ֆինանսական կապիտալը հիմա փոխարինում է, եթե այսպես ասենք, վիրտուալ կապիտալի, IT տեխնոլոգիաների։ Հիմա մեծահարուստները, ուշադրություն դարձրեք, Մասկը ամենամեծահարուստն է, ինքը վաշխառողական բանկային համակարգով չի, բանկային համակարգը 19-20-րդ դար։ Այսինքն այդ հին աշխարհը նաև գաղափարական առումով լիբերալիզմը որպես գլոբալիստների այսպես կոչված գաղափարական հենք մարդու իրավունքների եւ այլն, դա մեռնում է։ Տեղը գալիս է քրիստոնեությունը, որտեվ դա քրիստոնեությունը հետին պլան մղվեց Բրիտանիայի կողմից Ֆրանսիայում կազմակերպած այսպես կոչված ֆրանսիական հեղափոխությամբ։